Չի կարելի, սպասեք, չի կարելի։ Այսինքն դուրը բացերը ածեի արդեն ներսուն էին։ Հա, պակեցի։ Հաստաբան ներս թողնեք։ Հաստաբանը չի կարող մտնել։ Չեմ բացելու հաստաբանը Կբացեք դուրը։ Հաստաբանի առաջ դուրը բացեք։ Հաստաբանը ներս է ուզում մտնել։ Հաստաբանի առաջ դուրը բացեք։ Տիկին Խոստանջան, դիմակ դրեք, դիմակներով են միայն կարողանում ներս մտնել։ Հաստաբանը այստեղ է։ Մուտքը միայն դիմակներով։ Սևազգեստ հակուստով։ Այո։ Հա, հեսա դիմակներով եկան, իրանց համար Մեքենայով է եկող ընդերես եք ինչ եք հրում։ Բայց ինչ եք հրում, չհասկացա։ Տեսակ իրենք ավելի ուշ եք։ Հաստաբանը թող մտնի, հաստաբանը։ Հաստաբանը։ Հաստաբանը թող մտնի։ Հրելը դրանալ։ Եկին մամիկան մի հատ կներկայացնեք իրավիճակը, ինչ բարին չարին չերստեղ։ Դե փաստացի մի րոպե ես հիմա իմ ուղիղ եթերը անջատեմ կներեք։ Փաստացի ականատես եղանք, որ դիմակավորված անձին ու քննիչները առանց Անդրանիկ Թևանյանին տեղյակ պահելու, առանց նրա փաստաբանին իրազեկելու, առանց որևէ թույլտվության ծանուցագրի մուտք են գործել մարդու անձնական բնակարան, թե ինչ ճանապարհով, ոնց ինչ իրավունքով կարծում եմ մեկնաբանելու կարիք չկա։ Ես նաև եւս մեկ անգամ հիշեցնեմ, ինչպես Անդրանիկ Թևանյանն էր ասել, այս Նիկոլ Փաշինյանի հոգեվարքային հրահանգից հետո, որ Վանաձորում հանրահավաքի բեմից սկսեց բղավելը եւ ասաց հրահանգ տվեց իրավապահներին օրով, ժամով, տեղով եւ ամեն ինչով, որ գործ կարեն Անդրանիկ Թևանյանի դեմ, դրանից մի քանի օր առաջ հարցակում էր իրականացվել, դուք ինքներդ տեսաք ներքևում գտնվող այդ վերելակի վրա, որ այսինքն շենքը ընդհանուր վերելակ չունի, այդ վերելակը ներքևում գտնվող ծառայում է Անդրանիկ Թևանյանի եւ մեկ հարկ վերև մյուս հարևանի համար։ Կարծում եմ, որ թիրախը շատ պարզ է, հա, որ ինչու են իրենք կոտրել այդ դուռը, ինչ են ուզեցել պարզել, թերևս այսօրվա համար, որ կարողանան գան առանց խոչընդոտ, որովհետև այնտեղ կոդ է պահանջվում վերելակը բացելու համար, մտնեն բարձրանան անօրինական կերպով եւ մտնեն բնակարան։ Տիկին Մամիկյան, Անդրանիկ Թևանյանի կողմից այդ ենթադրյալ հանցանքը կատարելու ժամանակահատվածում դուք պատգամավորի կարգավիճակ ունեիք։ Բան ես անում, հա, հիմա իդեա ես տալիս Նիկոլ Փաշինյանին մի քրեական գործել իմ դեմ թղարուցեմ, պրոբլեմ չկա։ Հա, ես իմիջիալուց մի զավեշտալի դեպք էլ պատմեմ առավոտյան մեր հարգելի լրագրողներին։ Արդեն ես տեղյակ եմ։ Եկեք չվիճենք։ Առավոտյան ես արդեն լրատվամիջոցներից մի քանիսին տեղյակ պահեցի, որ երբ ժամը 7-ին իրենք մուտք գործեցին Մայր Հայաստան կուսակցության գրասենյակ, շատ կոպիտ ձևով, նաև ցավ պատճառելով, ուժի գործադրմամբ իմ ձեռքից ուզում էին խլել հեռախոսը, նաև մեր մյուս անդամները, ովքեր նկարահանում էին իրականացնում, որովհետև սարսափում էին, որ հանկարծ կարող է մենք ֆիքսենք այդ կադրերը, ինչպես են իրենք մտնում եւ ինչ կոպիտ ու բռի ձևով են իրենց դրսևորում։ Հետո արդեն երբ որ սկսեցին քննչական գործողությունները, մեզ դուրս հրավիրեցին, ես իմ անձնական իրերն էի հրավիրում ու պահի տակ աչքս ընկավ մի հնացած, դեղնած թուղթ, որը ես երբ մի քանի ամիս առաջ էր բերել էի մեր ընտանիքի տոհմածառներ։
մեր պարոն Հարոյանին, Մայր Հայաստան խմբակցության Երևանի ավականու անդամ, մշակութային գործիչ, կարծում եմ ճանաչում եք, խորհրդակցում էի պարոն Հարոյանի հետ, բերել էի ցույց էի տալիս, իմ հայրն է կազմել այդ տոհմածառը, թե ինչպես են հին Բայազետից սերմանել, մեր սերունդները հետո այնպես սլաքներով այնտեղ գրված է, հա, ում որդին է, ում դուստրն է, այսպես սլաքներով այդ տոհմածառը կազմված է, պարոն Հարոյանը խորհրդակցում էի, թե ինչպես կարելի ավելի գեղեցիկ է տոհմածառը պատրաստել, որպես հուշ մնա։ Վերցնում էի այդ տոհմածառը, ասաց չէ, ոչ մի դեպքում, դա պիտի թողնեք, ասում եմ, մեր ընտանիքին պատկանող տոհմածառն է, ածն ինչ է անում Մանուկյանների տոհմածառը, բայց անպայման պիտի թողնեք։ Հիմա ես պատկերացնում եմ, թե ինչպես են ամբողջ ԱԱԾ-ով նստած մեր տոհմածառը ուսումնասիրում, այսինքն ուղն ու ծուծով արդեն իրենք իմանան, թե մենք որտեղից ենք սերում, հետո էլ կարող է ասեն, հաշվի առնելով իրենց նախկին զավեշտալի փորձերը գործ կարելու այդ իրենց պրակտիկան ասեն բաներ, ահաբեկչության պլաններ, այն անուններն էլ իմ ապուտատերի, որ նշված էր այդ տոհմածառում, երևի բաներն էին, ապագա նախարարներն էին, վարչապետներ եւ այլն, ու մի քրեական գործել իմ նախնիների վրա հարուցեն, ասեն աչք են ունեցել օրինակ Նիկոլ Փաշինյանի աթոռին կամ վարչապետի պաշտոն են ուզեցել, մի խոսքով ահաբեկչության պլան էր գծված։ Ես հիմա սպասում եմ, թե երբ պիտի հարուցվի այդ քրեական գործը մեր տոհմածառի հետ կապված։ Մանուկյան, կներեք, որ խնդրեմ մի փոքր մանրամասներ կներկայացնեք, ձեր գրասենյակից էին ուղեկցում այստեղ եւ ինչ նպատակով են տուն եկել։ Նախ մի փոքր նախաբանով ներկայացնեմ, թե ինչ տեղի ունեցավ առավոտյան։ Մենք եթե անկեղծ արդեն մի քանի օր սպասում ենք մեր այս հարգարժան դիմակավորվածներին, այդ Նիկոլ Փաշինյանի բղավոցներից հետո հրահանգիչեցնելու ապօրինի այդ հայտարարություններից հետո, բայց չէին գալիս։ Ու ինչպես Անդրանիկ Թևանյանն էր ասում, Զադերժկան ինչու՞մ նա եկեք, ինչի՞ չէ գալիս, ես այստեղ եմ այդպիսի պատկերացնում եք, ինչ սարսափելի մեղադրանք են իրենք փաստորեն առաջադրել, բայց այդ մարդը փողոցներում քայլում է, երթեր է իրականացնում, քաղաքացիների հետ է շփվում, խոսքով մարազմ է իրենց տեսանկյունից, հա, եթե դիտարկենք։ Հիմա այսօր որոշեցին, որ ամեն դեպքում սա էլ շեշտեմ, առավոտյան ժամը 7-ին իրենք պետք է գային մեր գրասենյակ, ես իհարկե հասկանում եմ, որ փաստորեն ԱԱԾ մեր հարգարժան աշխատակիցները այդ 7 թիվը շատ է սիրում, ամսի 7-ին համար 7-ին էլ կգնան կքվեարկեն, որովհետև վստահ եմ, որ իրենք նույնպես զզվել են այդ խառը հոգեվիճակ ունեցող անձնավորության ապօրինի հրահանգները կատարելուց։ Մտան ներխուժեցին Մայր Հայաստան գրասենյակ, ապօրինի կերպով իմ հեռախոսն էին ուզում խլել, բռնի ուժ էին գործադրում, մի քանի անգամ փորձ կատարվեց խլել հեռախոսս, որպեսզի ես չֆիքսեմ այդ կադրերը։ Հետո արդեն երբ որ քննչական գործողությունները սկսեցին, մեզ բոլորից դուրս հրավիրեցին բացի Անդրանիկ Թևանյանից, փաստորեն ժամը 7-ից սկսել են, արդեն ժամը 12-ն է, մինչև այս ժամը։ Գրասենյակում Մենք գրասենյակում ենք, մենք իրենց ենք սպասում, ասում եմ մի քանի օր է մենք այդտեղ իրենց սպասում ենք, որպեսզի մեծ շուկով դիմավոր էինք, եթե անկեղծ հա։ Որ կարողանում ես մուտքից անել, միգուցե ճիշտ կլինի ներքևը բրիֆինգը շարունակել։ Հիմա ավարտեմ, հա, հեսա արդեն ավարտում եմ կարճ ասեմ, փաստորեն մի քանի ժամ տևած քննչական գործողություններից հետո իմիջիայլոց փաստաբանին էլ ոնց որ հիմա նաև գրասենյակ շատ դժվարությամբ թողեցին, մի այսպես փոքր արանք բացեցին, որ մի կերպ սողոսկելով Տիկին Փոստանջյանը կարողանա անցնի։ Մի քանի համակարգիչ ոնց որ հանեցին գրասենյակից, հեռախոս, բան չգիտեմ, երևի իմ տոհմածառն էլ մեջներ այդ փաստաթղթեր էլ հանեցին։ Ու հիմա արդեն իրենք ասում են, որ պիտի գան Անդրանիկ Թևանյանի բնակարանում քննչական գործողություններ իրականացնեն, բայց առանց նրա ներկայության արդեն իսկ սկսել էին, մենք այդ տեղեկությունները ունեինք, դե դա եմ ասում, բայց վերելակի դուռը մի քանի օր առաջ իրենք վնասել էին ու փաստորեն նախապատրաստել էին այդ գործողության համար, ենթադրում ենք, որ հենց դրա համար էին իրենք արել ու այն որ ասում է շատ կարևոր է, որպեսզի հանցագործությունը փնտրելուց քո հետքի վրա դուրս չգաս։ Հիմա այդ վերելակի վրա հարձակումը իրենք որ ուսումնասիրեն, թող մի հատ լավ ուսումնասիրեն, կարող է հենց այդ քննիչների Նիկոլ Փաշինյանի հրահանգը կատարող իրենց վրա էլի դուրս գան։ Ֆակտորային դատախազությունից հայտնել են, որ միջնորդություն է ներկայացվել կենտրոնական մշտական հանձնաժողով պարոն Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հետ կապված, ինչ է կարծում կկալանավորեն պարոն Թևանյանին։ Նարեկ ջան, մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի մասին, ըստ քեզ կկալանավորեն թե չէ այդ հիստերիկ հրահանգներից հետո։
կկատարեն այդ հրահանգը թե չէ։ Եթե չկատարեն, ես անկեղծ ասած պատրաստ եմ ներողություն խնդրել ԱԱԾ-ից, մեր քննիչներից, որ իրենց մասին վատ բաներ են մտածել են, որ Նիկոլի կամակատարներն են։ Բայց խիստ կասկածում եմ, որ չեն անի այդ հրահանգը։ Եվ Տիկին Մանուկյան, քննչական կոմիտեի հաղորդագրության հետ կապված, պարոն Թևանյանը ճանաչում է այդ Ռոսիա Կովկաս, եթե չեմ սխալվում այդ կենտրոնի անունը, այդ կենտրոնի հետ կապ ունեցել է երբևէ, համագործակցել տնօրենին ճանաչում է թե ոչ։ Ինձ հիմա այնպիսի բաներ եք հարցնում, որ ես իրոք չեմ կարող տեղյակ լինել, բայց մի բան կարող եմ ասել, երբ երեք մենք գրասենյակում էինք մեր կենտրոն վարչական շրջանում իրականացված բազմամարդ եւ էներգետիկայով լի երթից հավաքից հետո եկան գրասենյակ ու քննչական կոմիտեի այդ պաշտոնական հաղորդագրությունը արդեն տեսանք, մի լավ ծիծաղել ենք, որովհետեւ մի քանի օր է մենք այսպես արդեն բանի էր, սպորտային հետաքրքրության էր վերածվել, թե ինչ հոդվածով, ինչ կարված շուլալված հոդվածով իրենք պետք է այդ գործը հարուցեն, ինչ, բայց այս մի բանը մեր մտքով չէր անցել, էլ այդ ֆանտազիան այդքան չէր բավականացրել, եթե անկեղծ։ Ես չգիտեմ, որտեղից են հորինել, որտեղից են վերցրել, ինչ ու մտքով է այդ մառազմն անցել, այդ թիվն էլ այդ ինչ որ ես իմ հսկայական թվերի մասն է խոսքը, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ պատվերը կատարող քննիչը ուղղակի ստեղնաշարի մոտ նստած, այդ թվերի վրա մատերով ինչ որ sense պատահական, հա, ինչ որ թվեր եք բանարել, հավաքել, եկել է այդ թիվն է կազմել։ Չգիտեմ, ինչ հիմք ունի, մառազմ, ուղղակի մառազմ, այլ բառ չեմ կարող ասել։ Կասկածում Ռուսաստանի հետ համագործակցության մեջ, այլ ոչ թե օրինակ Մեծ Բրիտանիայի։ Այ շատ հետաքրքիր։ Շատ հետաքրքիր հարցեր եք տալիս։ Դե բնական է, որովհետև այս իշխանությունները, այս հակառուսական իրենց արշավը, որ սկսել են, այդ Եվրոպայի իսկ իրականում ԵՄ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվերը կատարելու շրջանակներում իրենք դեռ շատ երկար ծրագրեր ունեն իրականացնելու։ Հունիսի 7-ից հետո Աստված մի արած թե եթե կարողանան վերարտադրվել, հաջորդ քայլը լինելու է Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան հանելը, իսկ ես դες վստահեցնում եմ, որ երբ ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս գա, հաջորդ իսկ վայրկյանին Թուրքիան մտնելու է Հայաստան։ Փաշինյանը ասում է, որ Վլադիմիր Պուտինի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, լավ հարաբերություններ ունեն։ 100 անգամ իր հետ դեռ Վլադիմիր Վլադիմիրովիչին համի 1000 անգամ շնորհակալություն է հայտնում, դե թող ունենա, բայց հիմա ում է հիմարի տեղ դրել։ Իրեն է դրել, ուրիշ ոչ մեկի, որտեղ բոլորն էլ հասկանում են ինչ է կատարվում։ Տիկին Մանուկյան, իհարկե բոլորի անմեղության կանխավարկած հարկելով, բայց պարոն Թևանյանը հայտնի է իր ռուսամետ հայացքներով, սա գրեթե անհերքելի է։ Դա հանցագործություն է։ Չէ, ուղղակի Նայեք, մի այսպիսի կեղծ թեզ են նաև իրենք շրջանառում, ասում են ռուսամետ, իրականում պարոն Թևանյանի նման հայամետ գործիչ ես շատ քչերին եմ ճանաչում, իսկ այն արևմտամետները ճակերտավոր, որ կան մեծամասնությունը իհարկե, հիմնականում դրանք թուրքամետներն ու ադրբեջանամետներն են։ Իսկ այդ հակառուսականության շրջանակներում այս իշխանությունները, որ վարում են, բնականաբար իրենց պետք է նյարդայնացնի Ռուսաստանի հետ ունեցած լավ հարաբերությունները եւ այն տեսակետը, որ մենք պետք է շարունակենք Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերային հարաբերությունները եւ դրա համար էլ այդպես նյարդայնանում են ու պիտակի նման ուղղակի բա ինչ լինի, ադրբեջանամետ լինի, թուրքի գործակալ լինի, Թուրքիա առաջ կզած լինի, թուրքի կոշիկ լիզող լինի, որ Նիկոլ Փաշինյանի դուրը կա, որտեվ ինքը հենց այդպես է որ կա։ Եվ դուք այս ամեն ինչը միայն ճնշում եք համարում պարոն Թևանյանի նկատմամբ քաղաքական թիմի նկատմամբ, թե այնուհանդերձ նաև սա անուղղակի աջակցություն է իշխանությունների կողմից Բարգավաճ Հայաստանին, որովհետև սա լուսաբանվում է, բոլորի ուշադրությունը այս իրադարձության վրա է, հիմա ոչ մեկ քարոզարշավին չի նայում, թե ով ինչ է խոստանում, բոլորը նայում են, թե ԱԱԾ-ն ինչ է անում, եւ ուզի իշխանությունը, որ ապահովի Բարգավաճ Հայաստանի անցողիկ շեմերը խորհրդարան, որովհետև ինչու ոչ, պարոն Ծառուկյանն կարող է իշխանության համար ավելի հեշտ կառավարելի ընդդիմություն լինել, հաշվի առնելով ունեցվածքի հետ կապված խնդիրները։ Դա ձեր անձնական տեսակետն է, որի հետ ես բացարձակ համաձայն չեմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որի ցուցակով խորհրդարանական ընտրություններին տեղյակ եք, մասնակցում է Մայր Հայաստան կուսակցությունը եւ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, անցողիկ շեմը հաղթահարելու, բարձր տոկոսներ հավաքելու որևէ խնդիր չունի, առավել եւս Նիկոլ Փաշինյանի աջակցության կարիքը չունի, այսինքն դուք ուզում եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը ինքը իր ոտքի վրա կրակում է։ Ընդդիմությունը պետք է շատ ձայներ հավաքի, որ իրեն
վռնդի իշխանությունից ու ինքը այնպես է անում, որ ընդդիմությունը շատ ձայներ հավաքի։ Սա պարզապես նրա հոգեխանգարմունքի եւս մեկ դրսևորում է, քանի որ ինքը սարսափած է, ինքը վախեցած է, ինքը վախենում է կորցնել իր իշխանությունը, ինքը ամենօրյա ռեժիմով ստանում է հարցումների տվյալները, տեսնում է, գիտի, տեղյակ է, որ հունիսի 7-ի ընտրություններով պարտվում է հավաքական ընդդիմությանը, դրա համար էլ այսպիսի ցայտնոտային, այսպիսի անկանոն շարժումների մեջ է ընկել, ցնցումների մեջ է ընկել եւ ուղղակի չի կարողանում իրեն տիրապետել։ Հիմա այդ օրն էլ այդ մարդը արթնացել է, դեղերի չի խմել, այդպիսի հայտարարություն է արել, կրակն է գցել իրեն, կրակն է գցել իրավապահ համակարգին։ Հիմա սրանք էլ նստած մտածել են, թե ինչ գործ կարեն շուլալեն, ինչ սպիտակ թելերով այդ գործը կարեն, մի քանի օրը չեն կարողանում փասուրեն, հետո մի աբսուրդ ապուշ մի հոդվածով այսպիսի մի բան արեցին, հա, գործ։ Այնուամենայնիվ այդ ժամանակահատվածում դուք եղել եք ազգային ժողովի պատգամավոր, կարող եք հիշել, թե ինչ փակ նիստի մասին։ Լիանին հետևից անկել, չէ, հարգելի գործընկերներ։ Հա, ասեմ, ձեզ տեղյակ պահեմ, որ այդ ժամանակահատվածը, երբ որ նշվել էր փակ նիստը, որ տեղի ունեցել 2024 թվականին, Անդրանիկ Թևանյանն ինքը հայտարարեց, որ պատգամավոր արդեն չի եղել, որովհետև 2023 թվականին Երևանի ավականու ընտրություններին մասնակցելու համար մանդատը վայր էր դրել։ Հետևաբար ինքը փակ նիստի չի մասնակցել, իրավունք էլ չի ունեցել որևէ փակ նիստի մասնակցելու, որտեղ գաղտնիության հասանելիություն չի եղել։ Ես տեղյակ չեմ, չգիտեմ էլ ես մասնակցել եմ այդ նիստին, թե չէ։ Իջնեք ներքև ինչ որ գործողություններ են էլի արդեն իրականացնում։ 2024 թվականի ապրիլին դուք նիստի մասնակցել եք, որտեղ Չգիտեմ, ասեցին Արեգ ջան, չեմ հիշում, չեմ ֆիքսել, անկեղծ չեմ ֆիքսել, չգիտեմ, ինչ նիստի մասն է խոսքը, իջնենք ժողովուրդ։ Միայն որ բռնեք ես առաջինը գալու։ Չէ, վերելակն է։ Տան մեջով է ասում։ Վերելակը բարձրանում է։ Վերելակի դա այս վերելակի կողմը ինքը եւ արևը եւ այս արևը։